այնպիսի ցնցումների մեջ ամենօրյա, որ նույնիսկ մարդու ուղեղը չի հասցնում կես օրը կամ մի օրը ամբողջացնել այդ ամբողջ լրատվությունը, որ կարողանա հաջորդ քայլն անել։ Ամեն օր մարտահրավեր է ուղղակի, ամեն օր։ Եվ դրա ծնողը ուրիշ մարդիկ չեն կարող լինել, դրա ծնողը այսօր կառավարիչներն են եւ կառավարիչի գլխավորությամբ։ Հետևաբար, ինչ պետք է արվի, շատ պարզ է։ Ես կարծում եմ, որ այստեղ եկեղեցին մեծ դերակատարություն ունի։ Առաջին հերթին քարոզչական գործիքներով, խոսքի միջոցով, մարդկանց հույսի զգացումը փոխանցելով, անդադար հույսի մասին խոսելով, անդադար հավատքի մասին խոսելով, անդադար խոսելով հաշտության մասին, անդադար խոսելով ապաշխարության մասին, մինչև չլինի ապաշխարություն եւ հաշտություն, մեր վերքերը ներքին են, արտաքին չեն միայն, արտաքին վերքերը ներքինի արտահայտությունն են, մինչև չլինի ապաշխարության եւ հաշտության ուղղակիորեն քարոզչություն, կոնցեպտ, հայեցակալ քարոզչություն, ապակինու տեղի չի ունենա, կլինեն պարզապես ժամանակ ինչ որ այսպես սոսափյուններ կամ ինչ որ իմաստով խիթարություններ, բայց ոչ ամբողջական ներքին ապակին։ Այո, մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք այդ իմաստով։ Պարակտված հասարակություն, քայքայված հասարակություն մեծ իմաստով եւ անընդհատ խրախուսող, որ այդ քայքայումը բաժանում պարակտումը տեղի ունենա, վկան վերջին իրականությունը 7-8 օրվա մեջ տեղի ունեցող եւ ունենք ատելությամբ շնչող, չեմ ասել հասարակություն, բայց միջավայր ունենք թշնամության գերդոզավորված աստիճան, որտեղ ոչ հեղինակություններ կան, ոչ ինստիտուտներ կան, ոչ մի բան աշխարհավոր չեն, մեծ մասամբ կեղծ արտահայտության ու պրոֆիլներով, բայց միևնույն ժամանակ դա մտել է մեր ընտանիքներ եւ մեր տուն։ Եվ ես կարծում եմ, որ ինչպես ասացի, մեր անելիքը հիմնական իմաստով մեկը պետք է։ Այո, մեր ժողովրդին մղել իրական զղջումի եւ ապաշխարության եւ հաշտության։ Այդ մեծ ճանապարհի մեջ ունենք փոքր խոչընդոտ, փոքր բաղադրիչ խոչընդոտ, դա այսօրվա իշխանություն։